Բարեկամներ, մենք շարունակում ենք մեր քննարկումները 4-րդ հանրապետության շուրջ եւ մինչեւ հաղորդման մեկնարկը ուզում եմ խնդրել, որ բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան էջին, սեղմեք լայք, տարածեք մեր խոսակցությունը, եթե դա ձեզ հետաքրքիր է եւ շարունակեք մնալ մեզ հետ։ Այսօրվա իմ հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ սահմանադրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն է, ողջույն Արուսյակ։ Ողջույն Թագուհի եւ ողջունում եմ նաեւ մեր սիրելի քաղաքացիներին։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ Թագուհի, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ։ Արուսյակ, կարելի է ենթադրել, որ մեր խոսակցությունը լինելու է սահմանադրության մասին եւ ուզում եմ հղում անելով գալ մեր նախորդ խոսակցություններից մեկին, նաև ինչ որ իր բազմաթիվ հարցազրույցներում եւ հրապարակային ելույթներում վարչապետը ասել է, որ 4-րդ հանրապետությունում ժողովուրդ եւ իրավակարգ հարաբերությունները տարբեր են լինելու նախորդ շրջանի մեր պատկերացումներից եւ օրգանական կապի մեջ են լինելու եւ նույնիսկ վարչապետը ժամանակ առ ժամանակ այդ 16-ին կապելլայի նկարն է ցույց տալիս, ինչպես է Աստված մատը հպում Ադամին եւ դրանից Ադամը կենթանություն է ստանում, ինչ այժմ մեր իրավակարգը ինչպես կարելի է այլաբանորեն ասել, հողեղեն է եղել, հողից է եւ հիմա պետք է նա մարդ դառնա։ Եվ կուզենայի մի փոքր դեպի մեր անցյալ գնալ, ոչ թե անմիջական անցյալ, այլ ընդհանուր առմամբ։ Ինչու ենք մենք այդքան օտարված պետության իրավակարգից դրա պատմական նախադրյալների մասին խոսակցությունը կուզեի այսպես մեկնարկեինք։ Թագուհի, ես կարծում եմ, որ այդ անջրպետի համար երկու հիմնական պատճառ կա, թե ինչու է մեր ժողովուրդը օտարված իրավակարգից, սահմանադրությունից, օրենսդրությունից։ Առաջին հիմնական պատճառը կարծում եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն, ապրել ենք այլ պետությունների, իմպերիաների ենթակայության կամ կարելի ասել ինչու ոչ հպատակության ներքո եւ բնականաբար այդ օտարությունը իր գործն արել է, մենք չենք ցանկացել համակերպվել այդ այնտեղ գործող իրավակարգի հետ եւ ըստ էության ներպարփակվել ենք մեր տան, շրջանակներում, որ ասացիր այնտեղ, այդ շատ հետաքրքիր բան մտածեցի այդ մասին, որ այնտեղը էստեղ է լոկացիայի առումով, դա նույն տեղն է։ Լոկացիայի առումով նույն տեղն է, մեր հայրենիքն է, մեր պատմական հայրենիքի տեղակայության վայրն է, բայց այնտեղը ակամա հնչեց այնտեղ, երևի ոչ բան առանց բնազդաբար ասեցին այնտեղ, որտեղ այնտեղը պետության առումով ուրիշ պետության ներսում է։ Այսինքն մենք մեր հայրենիքը օգտագործել ենք որպես պատասպարվելու տեղ մեր պետությունից, մեր գերակա պետությունից, որոնք սովորաբար օտար են եղել։ Այո, հետաքրքիր բան ես ասում Թագուհի։ Ինչևէ, առաջին պատճառը այդտեղ եմ տեսնում, որ պետությունը որպես անձի ինքնություն չի ընկալվել եւ հետեւաբար նաեւ անձը թեկուզ ենթագիտակցորեն Իրանից օտարել է պետությանը, այդ թվում եւ իրավակարգը։ Երկրորդ պատճառը այդտեղ որ տեսնում եմ այն է, որ անկախության վերանվաճումից հետո էլ պետականության վերաձեռքբերումից հետո էլ իրավակարգը եւ ժողովուրդը իրար չեն մոտեցել։ Ինչու? Որովհետեւ առաջին իսկ փորձը, որը արվել է իշխանությունների կողմից, այսպես ասած, այն է սահմանադրության ընդունումը, որը որ պետք է կոչված լիներ քաղաքացու եւ պետության կապը ապահովել, քաղաքացի պետություն հարաբերությունները, այսպես ասած, կարգավորել կամ քաղաքացի պայմանավորվածությունը դառնալ, թե ինչպես ենք մենք պայմանավորվում մեր պետությունը կազմակերպել, այսպես ասած, առաջին իսկ փորձը փաստորեն ձախողվել է
Ինչու, որովհետև եթե հիմա հետ ենք գնում եւ նայում ենք թե ինչ պայմաններում է ընդունվել 1995 թվականի սահմանադրությունը եւ նաեւ կարդում ենք այն ժամանակվա մամուլը, լսում ենք այն ժամանակվա ականատեսներին, ես այն ժամանակ իհարկե ծնված եմ եղել, բայց դեռ երեխա եւ ի տարբերություն սահմանադրական հետագա փոփոխությունների, երբ արդեն երիտասարդ է եւ հիշում եմ ինչ էր կատարվում, 95 թվականը ես միայն հիշում եմ շատ դրվագային, հիշում եմ, որ ծնողներս այն ժամանակ դեմ էին արտահայտվում, բայց մնացած ոչինչ չեմ հիշում, բայց հիմա նույնիսկ ասում երբ հետ ենք գնում կարդում ենք այն ժամանակվա մամուլը, լրագրողներին ենք լսում քաղաքասարակության ներկայացուցիչներին, որոնք այն ժամանակ դեռևս իհարկե այն ժամանակ դիտորդական առաքելությունները այդպես ինստիտուցիոնալ հենքի վրա դրված չէին, լոկալ դիտորդական առաքելությունները նկատի ունեմ, բայց եթե լսում ենք իրենց, համենայն դեպս հանրային ընկալումը այն է, որ առաջին իսկ փորձը նոր սահմանադրություն ընդունելու մեզ մոտ ձախողվել է այն առումով, որ ունեցել ենք լեգիտիմության խնդիր։ Հարուսյակ, այն ժամանակ բանավեճ կար, արդյոք կարիք կա սահմանադրություն ունենալու, թե չէ, ես մամուլից դա գիտեմ։ Այսինքն նույնիսկ դա բանավեճի թեմա է դարձել։ Ես ինքս այդ բանավեճը չեմ հիշում, բայց դրա շուրջ իհարկե խոսակցություն կարող է լինել, որովհետև սահմանադրություն ունենալը ինքնին կամ չունենալը ինքնին չի նշանակում, օրինակ եթե նայում ես Միացյալ Թագավորությունը, չկա սահմանադրություն, բայց կա նախադեպային իրավունք եւ շատ լավ աշխատող եւ մենք այո կա, որ ամենակարևորն է ժողովրդավարական ավանդույթ, որը մենք չունենք։ Եվ նաև այդ բացը լրացնելու համար է, որ սահմանադրությունը կարող է օգնության հասնել, բայց ինչպես ասեցի, այո, ձախողվեց առաջին իսկ փորձը։ Այդ 95 թվականի սահմանադրական հանրաքվեն, եթե ես ճիշտ եմ հիշում, ես չեմ հիշում էլի, ես էլ եմ արխիվներով եւ մամուլով նայել, համընկել է ընտրությունների հետ նույն օրն է եղել ինչ խորհրդարանական ընտրությունների հետ, որը իդեպ հիմա արգելված է օրենքով ընտրական օրենսգրքով է արգելված եւ հետաքրքիր է, որ հաջորդիվ սահմանադրության հանրաքվեն կհամընկնի թիմ ընտրությունների հետ, որը արգելված չէ օրենքով, ինչը ցույց է տալիս, որ մարդկանց սահմանադրական հանրաքվեի համար տեղամասեր բերելու համար պետք է այլ հավելյալ խթանիչներ, այսինքն անձնական մոտիվացիա պետք է ունենա տեխնացուն իր ընտրվելու պայմանական, падգամավորի տեխնացուն, թիմ տեխնացուն, որ մարդկանց համոզի հասնել տեղամասեր եւ այնտեղ նաեւ սահմանադրությանը քվեարկեն, բայց մի հետաքրքիր դրվագ էլ կա, ես երբ որ խոսում ենք երեք քեզ պատմեցի, որ արխիվներում հանդիպել եմ դրա, մինչեւ ավարտը սահմանադրական հանրաքվեի համար նախատեսված ժամի, նույնիսկ այնքան մարդ չի մասնակցել, որքան պետք է քվորման համար, այլ ուր մնաց այոյի համար, եւ օրվա ընթացքում որոշում է կայացրել ԿԸՀ-ն ժամանակ ավելացնել, որպեսզի մարդկանց կարողան բերել տեղամասեր եւ մարդիկ քվեարկեն։ Այո, ես նույնպես նման դեպք այո հանդիպել եմ, նման պնդում հանդիպել եմ մամուլում եւ դա ինքնին արդեն իսկ ստվեր է նետում այդ գործընթացի լեգիտիմության վրա, որովհետև եթե քվեարկության համար սահմանված է կոնկրետ ժամանակ եւ այդ ժամանակի ընթացքում փաստորեն ընտրողների մասնակցությունը չի եղել այնքան, որ բավարար լինի հանրաքվեի համար նախատեսված շեմը հաղթահարելու համար, եւ դու երկարացնում ես փաստորեն այդ ժամանակը, դա ստացվում է, որ արդեն իսկ մեծ ստվեր նետեցի լեգիտիմության վրա։ Բայց ես նաեւ պետք է ասեմ, որ երբ ես ուսումնասիրում եմ այն ժամանակվա միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցները, նկատի ունես 95 թվականի սահմանության եւ արդեն ինչպես ասացինք նույն օրն էր հանրաքվեն, ինչ խորհրդարանական ընտրություններն էր, այնտեղ նաեւ քաղաքական միջավայրի առումով բավականին խնդրահարույց իրավիճակ կար փաստորեն, քանի որ դրանք տեղի ունենում մի քաղաքական լանդշաֆտում, որտեղ որ հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը արգելվել էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարելով, որ հայ հեղափոխական
դաշնակցությունը այն ժամանակ են դրոյի գործի եւ 31-ի գործի ամենաակտիվ Որ թվականից է արգելված եղել 95 հենց խորհրդարանական ընտրությունների տարում այո եւ եթե չեմ սխալվում այնտեղ 6 ամսյա ժամկետ էր նախատեսված եւ այդ 6 ամիսը այդ արգելքի լրանում էր հուլիսի կեսերին այսինքն բուն հենց ընտրությունների օրը եւ հանրաքվեի օրը ստացվում էր, որ այդ ժամանակ քաղաքական դաշտի ամենաակտիվ ընդդիմադիր համարումը ունեցող քաղաքական ուժը փաստորեն ընտրություններին մասնակցելու, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև հանրաքվեին այոյի կամ ոչի կողմից մասնակցելու հնարավորությունից զրկված է եղել եւ այս առումով է որ օրինակ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը այն ժամանակ այդ ընտրությունները հետեւաբար նաև հանրաքվեն ասել է որ եղել են ազատ բայց ոչ արդար հա թե որտեղից է ծագում այդ նախադասությունը այո եւ Փաստորեն դաշնակներն են մեղավոր որ մեր սահմանադրությունը լեգիտիմ չի եղել հա դաշնակները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը համատեղ հիմա այո չի վարանում բարբերաբար խոսել քաղբանտարկյալների արկայության մասին Հայաստանի Հանրապետությունում այն պարագայում երբ որ ինքը ընդ որում ես երբեք չեմ մտածել որ այն ժամանակ բանտեր նետված դաշնակցական ները քաղբանտարկյալներ են որովհետև իրապես եթե նայում ես դրոյի գործի վերաբերյալ հրապարակումներ նույն 31-ի թվում է որ ամեն ինչ բավականին տրամաբանական էր եւ նաեւ այս մի քիչ գուցե շեղվեցինք բայց 31-ի թե հենց դրոյի գործներ արդեն չեմ հիշի բացահայտում է այդ գործի ֆորմալ առումով արել է այն ժամանակվա ազգային անվտանգության նախարար ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունը կարծեմ այդ ժամանակ դեռ չեմ հիշում միացվել էր թե ոչ բայց Սերժ Սարգսյանն էր ղեկավարում ազգային անվտանգության նախարարությունը թե ծառայությունը այդ ժամանակ չեմ հիշում դեռ ոնց ես չգիտեմ մեր պետությունն է երիտասարդ բացահայտել ինչը իհարկե չխանգարեց հետագայում հայ հեղափոխական դաշնակցությանը կոալիցիա կազմել եւ նաեւ Սերժ Սարգսյանին չխանգարեց կոալիցիա ես չգիտեմ մեր պետությունն է չափազանց երիտասարդ թե մեր քաղաքական գործիչներն են երկարակյաց բայց նույն դերակատարներն են այսինքն 30 տարի անց նույն տարբեր կոմբինացիաներով շարունակում քաղաքական կյանքը կազմակերպելու այդ շատ հետաքրքիր է որովհետև չգիտեմ մի անգամ կարծեմ Խառատյան Արսենն էր հարցազրույցի ժամանակ ասաց որ միակ երկիրն ենք հետխորհրդային որտեղ բոլոր նախագահները ակտիվ քաղաքական դերակատարներ են երբևէ եղած էլի չհաշված նախագահական համակարգի ու այդ քաղաքական դերակատարներն are ես մի անգամ նայում էի մեր պաշտպանության նախարարներին եւ գրեթե բոլոր պաշտպանության նախարարները մեզ մոտ կամ քրեական հետապնդման են ենթարկվում կամ մահացած են սպանվել են ավելի ոչ թե մահացել են այլ սպանվել են եւ դա երբ որ ինքս ինձ համար արձանագրեցի ես այդ հանգամանքը ինձ համար շատ ոնց որ անձնական ողբերգություն ապրեի ոնց դու կարող ես ունենալ 35 շուտով հա ամյա պետություն եւ այդ պետությունում երբևէ եղած բոլոր պաշտպանության նախարարները կամ սպանված լինեն կամ քրեական հետապնդման ենթարկվեն բայց դաշնակցությունը հետո դուրս եկավ բանտից դաշնակցականները բանի քաղաքական իրավիճակի փոփոխության բերումով եթե չեմ սխալվում այսինքն կարելի է քաղաքական կոնտեքստ ունի էլի իհարկե եղավ պալատական հեղաշրջումը Բայց նկարագրությունը նկատի ունեմ քաղաքական իրավիճակի փոփոխության բերումն է, հետեւաբար քաղաքական կոնտեքստով են մեկնաբանել, շարունակել մեկնաբանել ոչ թե իրավական կոնտեքստով։ Իրավիճակի ես վստահ չեմ պնդի որ այն ժամանակ հենց քաղաքական բառը օգտագործվել է, բայց իրադրության փոփոխության հիմքով բառակապակցություններ շրջանառվում, ընդ որում դուրս եկավ մի մասը, իսկ շարունակեցին
ես հիշում եմ, որ նույնիսկ մեկը մահացավ վերջերս բանտում, այսինքն մարդիկ ոչ բոլոր այդ իրադրությունը փոխվեց ոչ բոլորի համար բայց ոչ բոլորի համար իրադրության փոփոխության հիմքով պատասխանատվությունին ազատվեցին ակտիվ դերակատարները հայահեղափոխական դաշնակցության, բայց այնտեղ մնացին մարդիկ, որոնք շարունակեցին մնալ բանտում, իրենք դատապարտվեցին եւ նույնիսկ իրենց ծմահ ընդ որում ծմահ դատապարտվեցին նրանցից մեկը, եթե չեմ սխալվում, վերջերս մահացավ բանտում, մյուսը կարծես վերջապես ազատ արձակվեց երկար տարիներ անց, բայց այս վերջինի մասով վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում, բայց այդպես, շատ հետաքրքիր փոփոխված իրադրություն կար։ Գանք 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն, նորից տեսնենք, թե ինչպես է փորձարվում մոտեցնել իրավակարգը եւ ժողովուրդը, ստեղծել օրգանական կապ նրանց միջեւ եւ ինչու դա կրկին չի ստացվում իմ կարծիքով։ Երկրորդ շանս կար, չեմ ասում հատուկ երկրորդ փորձ արվեց, բայց ասեմ կար երկրորդ շանս։ Նկատի ունես, որ փորձանողների մտադրությունը դա չէր։ Ոչ թե վստահ չեմ, այլ վստահ եմ, որ դա չէր փորձանողների մտադրությունը։ Անդամակցելու ԵԽԽՎ-ին անդամակցել կապակցությամբ ենք մենք փոխել։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետությունը անդամակցել էր Եվրոպայի խորհրդին եւ այդ անդամակցության, քանի որ Եվրոպայի խորհուրդին համարվում է մարդու իրավունքների վրա հիմնված միություն, անդամակցող պետությունների համար ըստ էության կա 3 հիմնական պահանջ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, այլ ինչ էր, մարդու իրավունքների պաշտպանություն։ Ըստ էության այս 3-ն էր եւ պարբերաբար անդամակցած պետությունները, որոնք որ գտնվում են մոնիտորինգի տակ, նաեւ հետ մոնիտորինգային փուլում, իրենք ըստ էության պարբերաբար Եվրոպայի խորհրդի կողմից, մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի կողմից պարբերաբար մոնիտորինգ են այսպես ասած ենթարկվում իրենց ժողովրդավարական պրոգրեսը ներկայացնելու համար եւ քանի որ մեր անդամակցության պայմաններից մեկը այո դա էր որ մենք պետք է ժողովրդավարական պետություն դառնանք, որ պետք է ժողովրդավարական ռեֆորմներ անենք, ժողովրդավարական ինստիտուտների կայացնենք ժողովրդավարական ինստիտուտները, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շրջապատում որ ես նույնիսկ բանից եմ հիշում, կենթանի հիշողությունն եմ, ոչ թե արխիվային էլի այս մասին։ Այդ մահապատժի վերացումը ես շատ փոքր էի, բայց ոնց որ էլի բան լուրերով լսում եմ։ Եւ շատ հետաքրքիր է խղճի մտքի դավանանքի ազատությունը, որ բոլորը սպառնում են, որ հեսա բաները այլադավանները կգան, այնտեղ ուրիշ ավելի կոպիտ բառ էին ասում։ Արտաշես Գեղամյան այն ժամանակ խորհրդարանում էր, չէ՞, որ հեսա բանը գեյերը կգան կլցվեն Հայաստան, կգրավեն Հայաստանը, եթե հենց ընդունենք հաջորդ օրը Հայաստանը դառնում է մոտակ մի հատ մեծ գեյ եւ 7-րդ օրվա ադվենտիստները կգան այո եւ բոլորը մեծ։ Ես հիշում եմ ինչ բուրըն քննարկում էր այն ժամանակ այդ բանին, ուրիշ կրոն ուրիշ ավատք ունեցող մարդկանց եւ LGBT անձանց սպառնալիքը էլի Հայաստանի գլխին հենց քվեարկեցին, ասում են հաջորդ օրը գալիս են լցվեն Հայաստան ու շտած բաներ էլի այն ժամանակ էլ Իշխանություն Քոչարյաններ ու քոկբաներ այդ ոնց որ այդ բոլոր սլակները իր դեմ էին ուղված, էլ չեմ ասում որ այդ ժամանակ Սորոսի գրասենյակ բացվեց Հայաստանում։ Մի խայտարակություններ էլի այդ պահպանողական թևի համար Քոչարյանը։ Սորոսի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի օրոքաբաց։ Բանը նույնասեռականությունը ապա քրեականացվեց դրանից առաջ քրեական էր։ Պատկերացնես մինչև այդ քրեական Լևոն ժամանակով քրեական է եղել։ Քոչարյանի ժամանակով ապա քրեականացվել է։ Այո։ Պահանջներից մեկն էր։ Եվ ոչ միայն դա, նույն ես ամենաշատը այդ կրոնի թեմաներն եմ հիշում։ Վիրավորանքի ապա քրեականացումը այդպիսի մի շարք եվրոպական ժողովրդավարական ստանդարտներ կա, որոնց պետք է ըստ էության մեր երկրում տեղի ունեցող անցուդարձը, իրավական համակարգը համապատասխանեցնել եւ այդ պատճառով էր, որ
Նաև այնտեղ իհարկե կային որոշակի կոնսպիրացիաներ, որ նաև այլ պատճառ կա դրա համար, մասնավորապես 95-ի սահմանադրությունը բավականին ուժեղ, չնայած ինքը համարվում էր կիսանախագահական պետություն, բայց նախագահի լիազորությունները բավականին ամուր էին եւ ըստ էության նախագահական համակարգ էր գործում եւ երբ խոսք սկսեց գնալ արդեն սահմանադրական փոփոխությունների մասին, նաև այն ժամանակ կար նման ենթադրություն, որ Ռոբերտ Քոչյանը այդ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է, որով որ մի փոքր կրճատում էր նախագահի լիազորությունները եւ ազգային ժողովին ավելի լիազորություններ տալի, ազգային ժողովին եւ կառավարությանը։ Խոսակցությունը գնում էր այն հունով, որ Ռոբերտ Քոչյանը փաստորեն պատրաստվում է այդպես իր պաշտոնավարման հետագային, որովհետև չէր պատրաստվում ամենա երիտասարդ թոշակառուն լինել։ Նա չէր ցանկանում այլիներ, հենց այդպես էլ հայտարարել էր, որ ես չեմ պատրաստվում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն։ Իհարկե դա ստիպված եղավ դառնալ Չէ, ոնց որ ուրիշ գործի անցավ, բայց դա ինքը անցավ ուրիշ գործի, բայց ինքը բնականաբար քաղաքական թոշակառու նկատի ունի։ Դա իր պլան B-ն է, իսկ պլան A-ն այն ժամանակվա հանրային դիսկուրսային էր, որ Ռոբերտ Քոչյանը մեծացնում է կառավարության եւ ազգային ժողովի լիազորությունը, վարչապետի լիազորությունը, վարչապետին ուժեղացնում է մի փոքր թուլացնելով նախագահին, որ 2008-ին իշխանությունը հանձնի Սերժ Սարգսյանին որպես նախագահ, ինքը դառնա վարչապետ, հետո վերադառնա։ Հետ վերցի։ Իհարկե Սերժ Սարգսյանը ակնհայտորեն այլ պլաններ ուներ, բայց այդ մասին 2005 թվականին դեռ ավելի ուշ չգիտեր։ Ռոբերտ Քոչարյանն ասում իշխանությունը ճամպրուկ չէր, որ տայի, որ ճամպրուկ չի, որ ինչ որ մեկին տաս, որտեվ հասկացել, դասեր էր քաղաք Սերժ Սարգսյանից, որ ճամպրուկ չէ, որ 10 հետ վերցնես։ Ինքը կարծում եմ հասկացել էր, որ երբ որ տալիս ես հետ վերցնելը գուցե այդքան էլ հեշտ չստացվի։ Ինչևէ, երկու փորձից ընդունվեց սահմանադրական փոփոխություններ ընդունվեցին։ Ես մոռացա, որ 95-ի երկարաժծված ժամկետով հանրակրվեն 68% էր ստացել։ Այո, 68%, իսկ մասնակցությունը, եթե չեմ սխալվում, 50 մի կերպ էր, այո, հա։ Ստացվել էր մասնակցությունը ապահովել այդ երկարացված ժամերի ընթացքում հասկացա։ Այո, մոբիլիզացիան աշխատել էր։ Հա, օրվա վերջում մարդիկ ակտիվորեն գնում են տեղամասերը, տենց է ընդունված։ Այո։ Ինչևէ, երկրորդ փորձը սահմանադրական փոփոխություն ոչ թե երկրորդ փորձը սահմանադրական փոփոխություն անելու, այլ իրավակարգը ժողովրդին մոտեցնելու երկրորդ շանսը նույնպես կորսվեց, որտեղ արդեն իսկ արձանագրեցինք, որ նպատակը, որը դրված էր սահմանադրական փոփոխությունների հիմքում, իրավակարգը ժողովրդին մոտեցնելը չէր եւ լեգիտիմության խնդիր ունեցող սահմանադրությունը լեգիտիմացնելը չէր, այսինքն լեգիտիմություն հաղորդելը չէր, այլ այնտեղ Եվրոպայի խորհրդի որոշ պահանջները բավարարել եւ նաեւ քաղաքական նպատակահարմարությունը այն ժամանակվա գործող իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչյանի համար երկու փորձից ստացվեց իր մոտ դա առաջին անգամ սահմանադրական փոփոխություններ անելու փորձ արվեց 2003 թվականին եւ կրկին նույն օրը ինչ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններն էին 2003 թվականի մայիսին եւ տապալվեց սահմանադրական հանրաքվեն որովհետեւ այդ օրը առաջարկվող սահմանադրական փոփոխությունների այդ տեքստին ընտրատեղամասեր գնալով այո էր ասել 560,000 մոտ մի փոքր ավել քաղաքացի, իսկ ոչ 500, հիմա ասեմ կոնկրետ 552,000, այսինքն այնտեղ ընդամենը 8,000 ձայնի տարբերությամբ։ Իսկ այդ երկուսը իրար հետ քվորում ապահովում է։ Ենթադրում եմ, որ քվորում չէր ապահովում, դրա համար տապալվեց։ Որտեղ ես չկայացած եմ հիշում, բայց երևի հենց մասնակցության, ցածր մասնակցության բերում։ Ենթադրաբար դա էր պատճառը, բայց չընդունվեց փաստորեն սահմանադրական փոփոխությունները։ Կարող է դրա պատճառը նաև այդ ուռճացված ցուցակները լինեին, որ չուրճացնեին, կարող է այդ ժամանակ
Հիշում ես, չէ, բան կար, այտենց ուռճացված ցուցակների մասին պատումներ կային։ Կարող չուռճացնեին, ինչ որ տոկոս ավելի բարձր տոկոս լիներ, քան մասնակցածները։ Գուցե, բայց այդ չուռճացնելը նաև կարող էր խորհրդանական ընտրությունների արդյունքին խանգարել։ Հետևաբար այդտեղ որ ասում են փոքրում զիջի, որ մեծում շահես։ Հիմա ոնց որ այդպես է տեղի։ Մի խոսքով տապալվեց։ Չնայած այն ժամանակ նաև ասում են, այո, ասում են, որ նաև շահագրգռվածությունը մեծ չէր երկրորդ այդ առաջին անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաջողելու այլ ԵԽԽՎ-ի սիրուն աչքերի համար էին, ոչ թե որտեվ ուզում էին։ Այդ առաջին անգամ։ Բայց գիտես ինչ է այս թվերը ցույց տալիս, որտեղ 8000 ձայն տարբերություն կա մոտավորապես 500,000 մարդ կոմակվերքի 500,000 մարդ են կողմ, որ շատ մեծ բևեռվածություն է եղել սահմանադրության փոփոխությունների շուրջ մարդկանց մոտ։ Այդտեղ ես նաև քաղաքական կոնտեքստին եմ նորից ուզում հղում անել 2003 թվականին նաև նախագահական ընտրություններ էին եղել։ Եվ այդ նախագահական ընտրությունները եղել էին պարլամենտական ընտրություններից, ըստ այդմ նաև հանրաքվեից առաջ փետրվարին։ Այո։ Եվ կրկին այդ ընտրությունների արդյունքները բավականին վիճահարույց են եղել, հետընտրական բողոքարկումների տեղիք էին տվել։ Այդ էր, որ երկու փուլով եղավ։ Երկու փուլով էր, եթե չեմ սխալվում, եղել։ Այսինքն իսկապես մեծ բևեռվածություն կար։ Բայց այնտեղ խնդիրը էր, որ դրանից հետո ընդդիմությունը դիմել էր սահմանադրական դատարան, եւ սահմանադրական դատարանը բավականին կարևոր արձանագրում էր արել, որ այս ընտրությունները չեղրաչեր հայտարարել ընտրությունների արդյունքները, բայց արձանագրել էր, որ կա վստահության խնդիր, եւ ասել էր այդ թվում եւ Եվրոպայի խորհրդի ռեկոմենդացիայով եւ նաեւ ԵԱՀԿ-ի, որոնք որ դիտորդական առաքելություն էին իրականացրել նախագահական ընտրությունների ժամանակ, այդ թվում եւ իրենց ռեկոմենդացիայով նաեւ սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ 2004 թվականին 1 տարի անց Հայաստանի Հանրապետությունում պետքա վստահության հանրաքվե անել եւ ժողովուրդը թող գնա այո ասի, այս նախագահին ընդունումա թե ոչ, այսինքն այս նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչումա թե ոչ, ռեկոմենդացիան դա էր։ Իհարկե 2004 թվականին բնականաբար վստահության հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ եւ դա առիթ հանդիսացավ նաեւ կրկին քաղաքական էսկալացիաների եւ ընդդիմությունը նորից դուրս եկավ փողոց եւ 2004 թվականին էր պատմությունները դրա այո 2004-ի ապրիլյան բռնաճնշումները խաղաղ հավաքների ելած մեր քաղաքացիների հենց դրանով էին պայմանավորված երբ քաղաքացիները դուրս եկան փողոց պահանջելով վստահության հանրաքվեն որը սահմանադրական դատարանն է այո ասել որ պետք է անեք իրենց պարզապես ծեծեցին սահմանադրական դատարանի առաջ Սահմանադրական դատարանի առաջ այո իրանք Բաղրամյան պողոտայի վրա էին քաղաքացիները ցուցարարները եւ սահմանադրական դատարանի առաջ այո իրանք ենթարկվեցին ոչ միայն բռնությունների այլ նաեւ խոշտանգումների ես այս առումով մարդուրանքներ եվրոպական դատարանում նախադեպային որոշումներ կան կայացված մասնավորապես Վիրաբյանը ընդդեմ Հայաստանի գործող որտեղ որ արձանագրված է որ պարոն Վիրաբյանին, որը հետագա մարդուրանքներ եվրոպական դատարանա դիմել, իրեն խոշտանգել են։ Ընդ որում շատ անմարդկային ձևով են խոշտանգել, շատ մանրամասն ներկայացված է, էլի ինչ են արել, ոնց են բռնության ենթարկել, հետո որ տարել են ոստիկանական բաժանմունք այնտեղ իր հետ ինչպես են վարվել։ Մի խայտարակ պատմություն։ Կանանց ծեծի ենթարկել ոստիկանական բաժանմունքում Հիմա որ հարցնենք օրինակ մեր հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների նավականու անդամ Անի Խաչատրյանինքը պատմում է թե ոնց ծեծի ենթարկվել ինքն էլ այն ժամանակ փոքր աղջիկ է եղել։ Նու փոքր աղջիկ չէ, բայց երիտասարդ, հա, եւ բռնության ենթարկվել։ Մի խոսքով եւ նաեւ այդ սահմանադրության բռնաբարությունը, սահմանադրական դատարանի Դա ծրվում է դաշնական դատարանի դերը
փոշիացնելը պարզապես։ Այդ ժամանակով էր համանդրական դատարանի նախագահը։ Ես կարծում եմ Գագիկ Հարությունյանը պետք է որ եղած լինի, որովհետև եթե ես չեմ սխալվում, համանդրական դատարանի ձևավորումից ի վեր ինքն է եղել, հա, պետք է որ ինքը լիներ։ Մի խոսքով, հետո կազմակերպեց երկրորդ փորձը։ Ասում անցավ 1 տարի։ Չէ, 1 չէ, ավելի 2 տարի անցավ։ Չէ, մի րոպե 2004-ից մի տարի անցավ։ Այս հա, բայց առաջին փորձը համանդրական փոփոխությունները 2003-ին էր եղա, 2004-ը այդ ապրիլյան օրերից անցավ 1 տարի եւ կրկին։ Եվ ակնհայտորեն այդ քարոզարշավը դրական էր ազդել քաղաքացիների վրա։ Այդ ապրիլյան բուրըն քարոզարշավը այդ քարոզարշավը այնքան դրական էր ազդել քաղաքացիների վրա, որ երկրորդ փորձը որոշեց անել Ռոբերտ Քոչարյանը համանդրական փոփոխություններ անելու։ Այս արդեն դու հիշում ես։ Ունեի ընտրական իրավունք։ Ես ունեի ընտրական իրավունք, բայց ես չեմ մասնակցել, բոյկոտել էի, որտեղ այն ժամանակ մարդկանց մեծ մասը։ Այո, քաղաքացիների ճնշող մեծամասնությունները բոյկոտել։ Եվ 2005 թվականի նոյեմբերին, արդեն նոյեմբերի վերջին կազմակերպեցին երկրորդ փորձը եղավ այդ սահմանությունը փոփոխելու ընդդիմության դիրքորոշում բոյկոտներ, այսինքն այդտեղ այոյի շտաբ, հա, տենց այո գնա քվեարկեք, այսինչ են։ Բայց ասում են այոյի շտաբն էլ առանձնապես բանը էնտուզիազմով չէր աշխատում այդ օրերին։ Առաջ չէ, էնտուզիազմի բացակայություն նկատվել է 2003-ի այդ համանդրական փոփոխությունների փորձի նկատմամբ եւ տապալվել է։ Իսկ երկրորդ փորձի ժամանակ 2005-ին էնտուզիազմը այնքան մեծ է եղել, որ այդ օրվանից հետո ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում ստացել են երկրորդ անվանումը, այն է թվանկարչություն։ Հա, բայց այդ հանրաքվեն էնտուզիազմը դրսևորվել է նկարչական ոլորտում, ոչ թե քաղաքացիներին համոզելու ոլորտում։ Կերպարվեստի, այո, տեսքա ստացել։ Չէ, բայց նկատի ունեմ բան չի եղել։ Քաղաքացիներին համոզելու առումով ես ինչքան գիտեմ կամ ինչքան հիշում եմ նույնիսկ ինչ որ բաներ, բան չէ, տենց ակտիվ քարոզարշավ, մարդկանց համոզել, բանսես բաներ չկար։ Բայց քաղաքացիներին ով է բանի տեղ տվել։ Դրա համար եմ ասում, երկու շտաբներն էլ տես նստած հորանջում էին։ Եթե կարելի է կերպարվեստի միջոցով, նկարչության միջոցով թիվը գնալ եւ նկարել, ինչի էներգիա ծախսես, ռեսուրս ծախսես քաղաքացիներին բան համոզելու։ Ես լսել եմ, որ շատ ակտիվ է եղել մասնակցությունը, մանավանդ առավոտվա ժամերին։ Ուրեմն ոչի ճամբարի, այսպես ասած, դիրքորոշումը բոյկոտներ եւ ընդդիմությունը կոչեր անում բոյկոտել։ Եվ այդպես էլ եղավ, քաղաքացիների մեծամասնությունը բոյկոտեց։ Այդ կներես էլ մի բան հարցամ 95-ին էր թե 2005-ին, որ քվեաթերթիկներից մի այսպես ասած մի պարտիա տպած քվեաթերթիկներ վրա միայն այո է եղել, ոչ չի եղել քաղաքացիներից ինչ որ ահազանգել են, որ ոնց որ այդ ոչի հատվածը տպած չի, կարծեմ լոռու մարզում էր այս բանը, այդ նկարները հրապարակում էին 2005-ին է եղել եւ հիմա թվային տվյալները ասեմ թե 2005-ին ասեմ էլի նորից Վարդան Պետրոսյան մի հատ ներկայացում ունի, ասում է առաջի հայկական ընտրությունները տեղի ունեցան Ադամի օրոք, երբ որ Աստված նրան տվեց Եվային եւ ասաց ընտրիր քեզ կին։ Հիմա այդ քվեաթերթիկներն են, որտեղ միայն այոյի բան է եղել, ընտրիր քեզ սահմանադրություն։ Ընտրիր քեզ սահմանադրություն քվեարկիր հանրաքվեում։ Հա 2005-ի արդյունքները ասեմ, հա, ուրեմն 2005-ի համանդրական փոփոխությունների ժամանակ ըստ օֆիցիալ տվյալների հանրաքվեի դրված տեքստին այո է ասել 1.4 միլիոն քաղաքացի։ Հիշեցում, գրեթե նույնական տեքստին դրանից 2 տարի առաջ այո էր ասել 560,000 քաղաքացի։ Ակնհայտորեն շատ բուրըն քարոզարշավ է եղել 2 տարվա ընթացքում։ Ինչա պատահել այդ 2 տարվա ընթացքում։ Ապրիլյան դեպքերը, բանի 2004-ի։ Մարդկանց ծեծել են բառը։ Բուրըն ու շատ ուժեղ ազդել է մարդկանց վրա, որ 560,000 այոն վերածվել է 1.4 միլիոն այոյի։ Շատ լավ են աշխատել, ինչ խոսք։ Ոչը 2005 թվականի այդ 1.4 միլիոն այոյին
հակադրվել է ընդամենը 82000 ոչ եւ ես այդ 550-ից այո ոչերի թիվը իջել է մինչեւ 82000 եւ մարդիկ բոյկոտել են ինչ ես ուզում հենց այդ է հարցը քանի որ մարդիկ բոյկոտել են իմ եզրակացությունն է ամբողջ թվային պատկերից էնա որ ընտրությունների իրականում հարակվեի մասնակցելը ընդամենը 82000 քաղաքացի որը գնաց է եւ ոչ է քվեարկել իսկ այն մնացած 1.4 միլիոնը վերջը նկարել են ու եթե հիշում ես այնտեղ հետագայում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը հետագայում պատմել էր թե ոնց էր օշականներ կարծեմ որ ասել էր 62 հոգի եկել է այդ օրը կարծեմ 62 ճիշտ եմ հիշում տեղամաս բայց մենք առավոտյան արդեն ունեինք 1600 քանի հոգու բանը լրացրած մատյանը անձնագրային տվյալներով եւ ստորագրություններով ու իրիկունը այդ 62-ի բանը մատյանը դրեցինք մի կողմ էս մյուսը ուղարկեցինք այո պատրաստի յուղը վրան այսինքն ինչեւ քվեարկությունը արդեն մատյանները պատրաստ են այդ մի հոգին պատմել է եւ պատմել որ իրանց տարածքային ընտրական հանձնաժողովում բոլորն են այդպես եղել առնվազն Արագատոտնի մարզում ինչ որ խնդիր է կարելի է դրանից հետևություն անել բայց Երևանի ինչ որ տեղամասեր կային հիշում ես որ բանը որ մարդիկ գնացել էին լրագրողներ գնացել են ընտրողներ գտնեին գնացել էին լուսաբանելու ուղղակի ընտրական այդ օրվա գործընթացը լուսաբանելու նաև այն տեղամասեր որտեղ որ գիտեին որ պաշտոնյաներ են գնալու վարչապետ նախագահ օրինակ Ռոբերտ Քոչյանը այդ օրը բան սկանդալի կիզակետում հայտնվեց որ որոշեց որ պետքա բաց քվեարկի ինքը այո եւ բաց քվեարկեց հայտարարեց որ դա իր իրավունքն է բաց քվեարկությունը ոչ թե պարտականությունը եւ հետո իրար հերթ չտալով սկսեցին բանանել նաև այլ դերակատարներ այդ հայտարարությունը անել եւ մասնարարպես Աղվան Հովսեփյանը այն ժամանակվա դատախազը հայտարարեց այո դա իրավունք է ոչ թե պարտականություն եւ այդ լրագրողները որոնք գնացել էին լուսաբանելու թե Ռոբերտ Քոչյանի մասնակցություն թե այլ պաշտոնյաների իրենք Անդրանիկ Մարգարյանի Անդրանիկ Մարգարյանի Մանուկյանը այն ժամանակ վստահ չեմ որ ինչ էր գուցե պատգամավոր չէր այդ երևի չէ արդեն ինչևէ որ գնացել էին լուսաբանելու Կոսմոտ են ժամերով սպասում ենք, որ գոնե մի ընտրող գա հարցնենք ոնց է քվեարկել, ոնց անցավ, ինչ այո, այդպես մի երկու ժամ մեկ մի հոգի գար թե չգար, այդ էլ հարց է, եւ այդպես հետո նաեւ ես հիշում եմ ազատության լրագրողը արդեն հանրաքվեից հետո գնացել էր բազմաբնակարան շենքեր Երևանի տեղամասերին կից ու շատ ակտիվ մասնակցած տեղամասերին կից եւ հարցրել էր հերթով դռները ծեծելով հարցրել էր դուք մասնակցել եք հանրաքվեին եւ հիմնականում ստացել էր ոչ պատասխանը Այս 2005-ի հանրաքվեն հայտնի է ուրվականների հանրաքվե այո դրա համար այո ինքը հետո ստացավ այդ անունը ուրվականների հանրաքվե ուրվականների հանրաքվեից սահուն անցնենք 2015 թվական բայց մինչև այդ 10 տարի Не прошло и года. Չանցած 10 տարի։ Բայց մինչև այդ արի նորից մեր դիտողներին խնդրենք հավանել տեսանյութը տարածել միանալ Civic-ի YouTube-յան էջին։ Դիտողներ բաժանորդագրվեք Civic AM կայքին, հա, YouTube-յան էջին, ներողություն, YouTube-յան էջին Civic AM-ը հետաքրքիր բովանդակություն է գեներացնում եւ վստահաբար կարող է ձեզ հետաքրքրել։ Բաժանորդագրվեք, լայքեք Սրտիկեք, ինչու ոչ։ Լսեք Արուսյակին, նա իմաստուն կին է։ Այո։ Շարունակենք Արուսյակ, շարունակենք 2015 թվականից, այդ ժամանակ արդեն դե ես քվեարկող էի, եւ ինչպես ասացի, մեզ մոտ թիմ ընտրությունների հետ էր համընկել, մենք գյուղապետի ընտրությունների հետ միաժամանակ մասնակցում էինք նաև սահմանադրական հանրաքվեին եւ միգուցե սա էլ էր մեթոդ մեծ տեղամասեր տանելու, որովհետեւ գյուղապետերի տեխնացուները շահագրգռված էին, որ իրենց գյուղացիները գնան այն ժամանակ փոքր գյուղերով էին, հիշեցնենք հերոստատողներին, այժմյան վարչական շրջանները առանձին քվեարկություններ ունեին եւ տեխնացու էին ընտրում, ոչ թե ավականներ չկային
Եվ մեզ մոտավորապես նույն համամասնությամբ ինչ համամասնությամբ ընտրվեց գյուղապետը նույն համամասնությամբ ոչ էր, որովհետև ես Արշալույս գյուղից եմ եւ մեր գյուղում Մանվել Գրիգորյանը աջակցում էր մեկ այլ տեխնացուի, ով այոյի համամասնությամբ զայներ տարավ եւ չընտրվեց, բայց նաեւ ուզում եմ ասել, որ այս հաղթող տեխնացուն Մանվել Գրիգորյանի այս հաղթող տեխնացուն Մանվել Գրիգորյանի եղբոր որդին էր եւ բայց ինքը աջակցում էր մեկ այլ տեխնացուի, ինչ որ sense հակադրություն կար կրքեր լարվածություն ես հիշում եմ որ նույնիսկ բանի սահմանադրական հանրաքվեի օրը բան Գագիկ Շամշյան մեր գյուղն էր լուսաբանում այդքան հետաքրքիր էր մեր գյուղում թեմաները ընթանում մինչդեռ Հայաստանի մնացած տեղամասերում ինչ էր տեղի ունենում մանավանդ երևի Երևանում որտեղ թիմ ընտրություններ չէին այս թիմ ընտրությունները շատ մարզային գյուղերին էր վերաբերում ինչ էր տեղի ունենում այդ ընթացքում շատ տեղերում շատ ես հիշում եմ որ շատ տեղերում էր դա տեղի ունենում կարող քանակով բացենք տեսնենք բայց դա այս պահին այդքան էական չի ինչ էր տեղի ունենում ասում времени ուրեմն 2015 թվականի սահմանադրական փոփոխություններ արդեն երրորդ փորձն էր ժողովրդին եւ իրավակարգը մոտեցնել փորձը թե շանսը նոր այո շնորհակալություն որ դու ինձ ուղեցիր շանսը փորձը չէր որտեվ կրկին մտադրությունը սահմանադրական փոփոխություններ անելու բոլորովին այլ էր ոչ թե իրավակարգը եւ ժողովրդին մոտեցնելն էր կամ սահմանությանը վերջապես լեգիտիմություն հաղորդելն էր այլ չառաջադրվել է Սերժ Սարգսյանը չառաջադրվելու համար էր անում դա այն ժամանակվա տարածված ամենատարածված վարկածը եւ այդ վարկածը իրականությունն էր դա որ պարզապես հաշվի առնելով այն որ կար արգելք ավելի քան 2 անգամ անընդմեջ առաջադրվելու որպես նախագահ իսկ Սերժ Սարգսյանի արդեն երկրորդ ժամկետն էր մոտենում իր ավարտին նպատակը այդ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը ըստ էության Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն էր ոչ թե շատ էնտուզիազմով հերքում էին այլ իշխանության հավերժացումը շատ էնտուզիազմով հերքում էր թե Սերժ Սարգսյան թե հանրապետականները որ նման լինել չի կարող նա նույնիսկ այնքան հերուն գնաց որ հայտարարեց որ ինքը այլևս երբեք չի պատրաստվում առաջադրվել ոչ նախագահի պաշտոնը ոչ վարչապետի ոչ գլխավորել հանրապետական ինչ ես կարծում Սերժ Սարգսյան թրաֆիքինգի զոհեր 18 թվականին իրեն զորով ստիպեցին առաջադրվել Դե որտեղ եթե մարդը չի ուզում առաջադրվել, երևի դաժան է ինչ-որ խոշտանգումներով բանով։ Նախահեղափոխական Հայաստանը, քաղաքական դաշտը նախահեղափոխական Հայաստանում բոլորովին առանձին թեմա, որ կարելի է շատ երկար։ Ապա քաղաքական էր համարյա։ Իրական մեծ բանի Սերժի երկրորդ շրջան շատ վատ էր։ Ամայացած էր, քաղաքական դաշտը ամայացած էր, որովհետև Սերժ Սարգսյանը քաղաքական անապատ էր քաղաքական դաշտը։ Ռոբերտ Քոչարյան, որը բռնաճնշումներ էր ենթարկում իր քաղաքական օպոնենտներին մի մասը դատվում էին, մի մասը սպանվում էին կասկածելի հանգամանքներում ինքնասպան էին լինում երկու կրակոցով օրինակ ի տարբերություն այդ շրջանի Սերժ Սարգսյանը պարզապես առնում էր փչացնում էր ծախում էր Եվ իր հաճախորդներին լավ էր ճանաչում։ Իր հաճախորդներին լավ էր ճանաչում, իր հաճախորդներին երբեմն լավ էր նայում, երբեմն լավ խուրդում էր։ Եվ շատ ապատիկ ներքաղաքական վիճակ էր նախահեղափոխական քարյակ Կաշինքը փլվել էր։ Իսկապես այո, արդեն այն հայտնի քարյակը որը ժամանակի ընթացքում դարձել էր եռյակ, ոչնչացել էր։ Ասա ինչ քաղաքական ուժերից էր բաղկացած քարյակը։ Լավ, եթե այդքան հեռուն ենք գնում, եթե այդքան հեռուն։ Դե որ հասկան լինի, մի քիչ բաց լինի խոսակցությունը։ Եթե այդքան հեռուն ենք գնում, 2013 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մեջևետ 2008-ին հայտարարել էր ավազակապետական ռեժիմի կազմաքանդման իր հանձնառության մասին եւ ասել էր օգտագործեք ինձ որպես գործիք քանդելու ապա մոնտաժելու իր բառերը կրկնեմ ապա մոնտաժելու ավազակապետական
ռեժիմը, թոթոլ մոնղոլ թաթարական ռեժիմը, թոթոլ բարակ տակորձեցի, չնայած այդ ռեժիմը թոթոլ ռեժիմ էր իրականում։ Թոթոլ ինչ որ բանական համա մյով երևի հա։ Հետո Եվ տենց մի հատ հատուկ բաններ վերից վար կոռումպացված միջև վերջին երանգը ստրուկտուրիզացված անգիրես հիշում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները Այո, որովհետև այդ խոսքերով էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր շուրջ մոբիլիզացրել էր քաղաքացիների, երիտասարդների, այդ թվում եւ ինձ, որ ես շատ ակտիվ մասնակցել եմ մինչև 2008-ի շարժումն էլ բնականաբար 2003-ից սկսած այն ժամանակ որ խոսում էին 2003-4 թվականի իրադարձությունները այն ժամանակից սկսած ես շատ քաղաքականապես ակտիվ եմ եղել եւ մասնակցել եմ ակտիվ քաղաքացի եմ եղել այսպես ասած 2008 թվականին ես հավատացի եւ ինպես նաեւ շատերը այդ թվում եւ մեր քաղաքական թիմից հավատացին որ իրապես մտադրությունը ավազակապետական ռեժիմի ապամոնտաժումն է եւ ինքը հատուկ սիամական երկվորյակներ նշում Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան այն ժամանակ դեռ մենք չգիտեինք որ տարիներ անց նա սիամական երեք են դառնալու զանգելու է բարբերաբար Ռոբերտ Քոչարյանը որպեսզի հարցնի իսկ ինչպես է բրիգադիր Սիսակը համախմբվել էին եւ այդ քարյակի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը իր շուրջ էր համախմբել Բարգավաճ Հայաստանի 2008 թվականին երբ սկսեց շարժումը եւ ըստ էության այդ շարժումը ժողովրդական շարժումը մարտի 1-ով ըստ էության ենթարկվելով 10 քաղաքացի սպանվեց հետ մարտի 1-յան իրադարձությունները ժամանակի ընթացքում ըստ էության այդ շարժումը ժողովրդական շարժումը գնաց մարման եւ այդուհանդերձ հեղափոխություն անելու եւ իշխանություն երկրում վերցնելու նպատակը շարունակելու նրանով Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց որ լավ եթե ժողովրդական շարժումը չի ստացվում ժողովրդական հեղափոխությունը չի ստացվում պետք է անել բուրժուա դեմոկրատական հեղափոխություն եւ 2012 թե 13 թիվներ հանդես եկավ իր հայտնի քաղաքագիտական վերլուծության որտեղ ասեց այո որ մենք պետք է բուրժուաներին ներգրավենք այս գործում եւ բուրժուա դեմոկրատական հեղափոխություն անենք եւ ամենահարմար բուրժուան աձեռիտակ ընկած ամենահարմար բուրժուան այդ պայն բարձվեց որ Գագիկ Ծառուկյանն է դեմոկրատն հայ հեղափոխական դաշնակցությունը իր թիմով որտեղ որ հիշեցնեմ որ երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծվում էր այն ժամանակվա լեյտմոտիվը կամ գուլիսներում տարվող խոսակցությունը այն էր որ Բարգավաճ Հայաստանը ստեղծում է Ռոբերտ Քոչարյանը ինչ որ աֆիլիացված բան ունեին, չէ՞, Բարգավաճյանի ընտանիքը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ես աֆիլիացիան չեմ հիշի աֆիլիացիան ընդհանուր ինչ ունեին ընտանիքներով, բայց պետք է ասեմ որ Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմի խմբակցության մի մասը հայտնի քոչարյանականներ էին նախքան դա եւ հետո նաեւ որտեվ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ էին Էլինար Վարդանյանը, որը հիմա Ռոբերտ Քոչարյանի թիմից է, միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմից ազգային ժողովի պատգամավոր է հիմա Հայաստան դաշինքում։ Հայաստան խմբակցությունում Վահե Հովհաննիսյանը, էլի Մոլի Քոչարյանական, հետո ինչ որ մի պահի Բարգավաճ Հայաստանի խմբակցության անդամ դարձավ Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա արտգործ նախարարը։ Եվ այդպես շարունակ, մի խոսքով։ Եվ հիմա իհարկե կարող է նորից շեղվում եմ, բայց ավազակապետական ռեժիմի դեմ պայքարը կարծես թե այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխության միջոցով վերածվեց բացառապես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի եւ Ռոբերտ Քոչարյանի կտորը ոնց որ մի կողմ դնեցի եւ այդ պահից սկսած բայց իրականում այդտեղ որ դաշնակներն էլ էին Լևոնի հետ բան միացել այդ քարյակին իրանք էլ բան էլի միշտ պրո Քոչարյանական են ավելի եղել դաշնակները իրականում ոնց ասեմ Քոչարյանը իրաց նախ բանտից փրկեց նոր մի քիչ առաջ միշտ եղել են Քոչարյանի քաղաքական հնարանը բայց միաժամանակ բաց են եղել այլ առաջարկների համար որովհետև նաև իրադրության փոփոխության հիմքով
Հաճախ նաև այլ առաջարկներ էի հետ եկել, այս անգամ բացեին Լևոն իրանց այդ պահին բացեին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի առաջ, որը հետ կապված 90-ականներին խնդրեմ ունեի։ Ես վստահ չեմ, որ դա պետք է ձևակերպել որպես Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի համար բացնել, որքան Սերժ Սարգսյանից ինչ որ մեծ կտոր պոկելու հնարավորություն, այսինքն ես հիմա այստեղ բան կանեմ, չարաճճիություններ կանեմ, այն հույսով որ Սերժ Սարգսյանը մի բան առաջարկի, ես կհամաձայնեմ։ Եվ Սերժ Սարգսյանը առաջարկեց, այո, բայց այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխության քաղաքագիտական վերլուծությունից հետո ձևավորվեց այդ հայտնի քարյակը Հայ ազգային կոնգրես, հայ հեղափոխական դաշնակցություն, ժառանգություն Ռաֆի Հովհաննիսյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այսինքն հիմնական բանը լոկոմոտիվը ստեյցան ֆինանսավորողը ինքն էր։ Հետո այ բուրժուա դեմոկրատական բուրժուան ինքն էր։ Դեմոկրատները եւ հեղափոխականները։ Եւ այդ կոնտեքստում էր, որ համազգական փոփոխությունների այդ գործընթացը ըստ էության մեկնարկեց եւ այդ պայն էր Սերժ Սարգսյանը սկսեց քաղաքական դաշտում առևտուրը եւ ես հիշողությանս մեջ լավ տպվել այն պատկերը թե ոնց էին մինյոնների պես հերթով քաղաքական գործիչները գնում նախագահական նստավայր խոնարհվում նկարահայտման Մարուկյանը որ այդ ժամանակ ընդդիմադիր կառուցողական երկխոսության մեջ էին մտնում այո ընդ որում դաշնակների մանկության երազանքը իրականացավ եւ երբ Սերժ Սարգսյանին հաջողվեց դաշնակներին քարյակից պոկել քաղաքական ներուժը հերացավ հեղափոխ ֆիլմի մեջ որ ասում է ձերքի սահուն շարժումով անդրավարտիկը վերածվում է շորտերի այդպես ձերքի սահուն շարժումով քարյակը վերածվեց եռյակի այսինքն եթե բուրժուա դեմոկրատական հեղափոխություն էր այդ հեղափոխությունը լավ հեղափոխությունը դոս եկավ մնաց բուրժուան եւ դեմոկրատը բուրժուան դեմոկրատականից ճիշտ ասած տնազներ մնացել հիմնականում բուրժուան էր եւ ես հիշում եմ այդ հանրահավաքը հոկտեմբերն էր եթե չեմ սխալվում Գագիկ Ծառուկյանը ասեց ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած եւ ես շատ ուրախ եմ որ ես այսօր այստեղ եմ այդ դարձել երկար ժամանակ մեր քաղաքական դաշտի թեվավոր խոսքերից մեկն էր իրականում մի խոսքով Դաշնակցությունը ասաց, որ Սերժ Սարգսյանը իրենց արել է առաջարկ, որը իրենք չէին կարող մերժել, որովհետև այո, իրենց մանկության երազանքներ կյանքի կոչվում, Հայաստանը նոր սահմանադրական փոփոխությունները նոր մոդել էին առաջարկում կառավարման երկրի պետության կառավարման նոր ձև էին առաջարկում։ Քոչարյանպես միամիտ չի գտնվել Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը 100% երաշխիք է իշխանության հավերժական։ Միշտ իր գործողություններում եղել է կացնային, այո, ինչ լավ, ուզում ասեի տապոր պետք է ասնային շատ ավելի լավ է։ Կացին Սերժ Սարգսյանը Քոչարյանը եթե մանևրում է, էլի։ Այդ ավելի լավ է ստացվում, այդ միջև ինչ որ նկատի ունեմ, որ եթե ճիշտ այն կանխավարկած որ Քոչարյանը համադրություն փոխում էր, որ հետո ինքը փոխվեր Սերժի հետ տեղերով, հետո հետ վերցներ իշխանությունը որպես ճամպրուկ Սերժ Սարգսյանը ոչ ոքի չէր տալիս, որ մի հատ վերցներ եւ չվերցներ, այսինքն պահում էր իր մոտ։ Սարգսյանը, այո։ Այդ ժամանակ ասեց էլի։ Եվ այդ ժամանակ, այո, կազմակերպեցին այդ փոփոխությունները հերթով բնականաբար քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները։ Խոսենք ոչի շտաբից։ Գնացին եւ սկսվեց process-ը համադրական փոփոխությունների։ Եվ եթե 95 թվականի հանրաքվեն ես գրեթե չեմ հիշում, իսկ 2005 թվականի հանրաքվեին ես մասնակցել եմ пассив ընտրողի կարգավիճակում։ 2005 թվականի հանրաքվեն ոչ ոք չի հիշում։ Չէ, ինչը ենթադրում է, пассив ընտրողի կարգավիճակում եմ մասնակցել, ինչը ենթադրել է բոյկոտ, այսինքն եղել եմ, ունեցել եմ ընտրելու իրավունք, հիշում եմ իրադարձությունները, բայց չեմ մասնակցել քվեարկությանը։ 2015 թվականի հիշողություններս բնականաբար շատ են եւ ավելի խորն են, որովհետեւ այդ ընտրություններից արդեն մասնակցել եմ որպես դիտորդական առաքելության իրավաբանական թիմի անդամ, այսինքն շատ մանրամասն տիրապետում եմ
թե ինչ էր միջև բուն հանրաքվեի օրը տեղի ունենում միջև հանրաքվեի օրը ինչ էր տեղի ունենում եւ նաեւ հետ ընտրական գործընթացներին ինչու ժողովուրդը եւ իրավակարգը նորից չկարողացան միավորվել ժողովուրդը եւ իրավակարգը չկարողացան միավորվել, որովհետև ինչպես արդեն ասեցի, ի սկզբանե նպատակը ժողովրդի եւ իրավակարգի միավորումը չէր, այլ նպատակը շատ մերկանտիլ էր, էգոիստական էր Սերժ Սարգսյանի իշխանության բայց Սերժ Սարգսյանը երդվել էր, որ չի առաջադրվելու ժողովուրդը չհավատաց։ Երդվել էր, բայց ժողովուրդը նրան չէր հավատում։ Ըստ էության վստահության հանրաքվեի պես մի բան դարձավ։ Եվ դա դարձավ այո վստահության հանրաքվեի պես մի բան, որտեղ մարդիկ գնում էին եւ ասում էին ոչ, եւ 2015 թվականի այդ հանրաքվեն աչքի ընկավ հայտարարակ խախտումներով եւ այնպիսի խախտումներով, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի քննչական կոմիտեն ստիպված եղավ մի քանի տասնյակ, կարծում եմ 100-ը անցնող նույնիսկ քրեական գործեր հարուցել։ Իհարկե այդ քրեական գործերը հետագայում կարճվեցին, բայց հոգուտ այոյի կեղծողների դեմ թե հոգուտ ոչի։ Հոգուտ ոչի, որովհետև հիմա բացր էլի բոլոր ընտրություններից հետո հոգուտ այոյի խնդիրներ են լինում, կեղծողների դեմ։ Ի տարբերություն 2005-2015-ին բոյկոտ չեղավ։ Քաղաքացիները իսկապես ակտիվ գնում էին ընտրական։ Ոչ էր քարոզում ընդդիմությունը։ Քաղաքական դաշտում ոչ քարոզող միակ ակտիվ ուժը ըստ էության հայազգային կոնգրեսն էր։ Ես ինչ ժառանգություն չեմ կադրեր հիշում այդ ակցիաների ժամանակ, ես մի քանի ակցիայի մասնակցել եմ։ Ժառանգությունը բավականին пассив էր այդ ժամանակ, բայց Ռաֆին էլի կոնկրետ, այնքանով որքանով, բայց քաղաքական դաշտից ոչի ճակատում ակտիվ էր հայազգային կոնգրեսը։ Եվ քաղաքացիական հասարակությունը։ Բայց ամենա լոկոմոտիվը, շարժիչ ուժը ոչի ճակատի քաղ հասարակությունն էր, որը գրեթե միասնական էր ոչ քարոզելու հարցում։ Այնտեղ մենք ունեինք քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը եւ այն ժամանակ կարծես արդեն անկախ դիտորդ նախաձեռնություններ էր ձևավորվել։ Չնայած վստահ չեմ պնդի, որտեվ սկզբում միասին էին, հետո առանձնացան մի խոսքով։ Ամբողջ հասարակությունը, որը ուներ երկարատև տասնամյակների իրավապաշտպան գործունեության, լուրջ իրավապաշտպան գործունեության եւ դիտորդական առաքելություն իրականացնելու փորձառություն, համբավ, հանրային վստահություն, իրանք բոլորը ոչի ճակատում են եւ ակտիվ քարոզում էին։ Ամեն ընտրությունից հետո մեխանիզմները քաղաքացիները արձանագրում էին, փորձում էին բարեփոխումների միջոցով մի քիչ լավացնել, այնպես նաև որ ընտրակեղծիքը ավելի բարդ լինի եւ ամեն անգամ ընտրակեղծիքների տեխնոլոգիաները զարգացում էին ապրում։ Հիմա այս բնականաբար նախորդ ընտրակեղծիքները, որոնց մասին խոսեցինք, ավելի բարդ էր, որովհետեւ կարծեմ քաղաքացիների անուններն էին արդեն հրապարակային, ստորագրություններն էին հրապարակվում, ստորագրություններն էին հրապարակվում։ Չէ։ Այդ արդեն 17-ի բարեփոխումներ հրապարակեն, իսկ ընտրողների ցուցակները մենք տեսնում ենք, բայց ոչ ստորագրվածը։ Ստորագրված ցուցակները արդեն նաև հանրաքվեի խորքային ընտրակեղծիքների արկայություններ այդ ընտրակեղծիքների արկայություններ, որ հնարավորություն տվեց համոզել միջազգային կազմակերպություններին, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն։ Սա իրականում ինչ որ կա, այս նորմալ չի, անձնական տվյալների գաղտնիության կապված խոցելի է, բայց կարծես թե ընտրական իրավունքը ավելի գերակա է, էլի, որ մենք կարողացել ենք հրապարակել տալ թե նախորդիվ ցուցակները հասցեները թե հաջորդի Վենետիկի հանձնաժողովը, այլ միջազգային կազմակերպությունները ասում են, որ լավագույն փորձը եւ ստանդարտը համաշխարհային համաշխարհային ընտրական գործընթացների համար այն է, որ այդ ցուցակները չհրապարակվեն։ Ընդ որում Մարուսյակ այս ցուցակների եւ մենք առայսօր ստանում ենք հորդորներ այդ բանը փոխել։ Այս ցուցակների հանգամանքը հետո Պարոն Չարչյանը պիտի օգտագործեր մեր դեմ, ասում էր ես կստուգեմ եւ գրեթե սոցիոլոգիական ճշգրտությամբ կիմանամ, որը տեք գնացել ընտրության, որը ոնց է, եթե այդ ընտրատեղամասում մոտավորապես 50 հոգի գնացել են, բայց մենք ունենք 45, ուրեմն ձեզնից 5-ը սխալ ենք իհարկե, այսինքն գրեթե սոցիոլոգիական ճշգրտությամբ կարամ, այսինքն
այդ մարդիկ ովքեր սովոր են վերահսկել ընտրության վերահսկողությամբ զբաղվում են այս ցուցակների բերումով արդեն։ Նաև, այո։ Այսինքն այստեղ խոցելի են նորից դառնում քաղաքացիները, մինչդեռ դա իրենց պաշտպանելու համար ա եղել 15-ից հետո, էլի։ Այո, ընտրական process-ները պաշտպանելու, որովհետև համատարած էր հետեւյալ ընտրակեղծիքը, քաղաքացին գալիս էր ընտրատեղամաս, տեսնում էր կամ իր անվան դիմացը արդեն ստորագրված, ըստ այդմ քվեարկված, կամ տեսնում էր, որ իր ընտանիքի անդամների, իր բարեկամների, հարազատների, ազգականների, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում եւ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում, իրաց անվան դիմաց ստորագրված է եւ քվեարկված է։ Այդ դեպքերի քանակը այնքան շատ էր, որ դա դարձավ արդեն կարելի ասել վերջին կաթիլը, վերջին ակորդը նրա, որ քաղաքասարակությանը եւ քաղաքական ուժերին այն ժամանակվա հաջողվեց միջազգային կազմակերպություններին, Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին համոզել, որ այդուհանդերձ ավելի գերակա շահ կա եւ կարողացանք համոզել, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն, որ մարդը կարողանա հետո սոցիոլոգիական ճշգրտությամբ ճշտի արդյունք մասնակցել թե չէ, այսինքն էլի իջար է սա գործածվել։ Ես նույնիսկ բան հիշողությանց մեջ կոպիտ լցոնումների արձանագրումների դեպքերը եղել են բազմաթիվ, այսինքն նկատի լցոնումը ասելով քվեատուփը բացում ես մեջ տրցակով ծրարներ դնում գնում ես տուն էլի մոտավորապես այդ պատկերը ոչ թե թաքուն մի քվեաթերթի կավել կամ մի հատ բակ մոտավորապես այդպես նույնիսկ եթե քվեատուփը sense շատ հապաշկյալ այսպես ասած բացում եւ լցնում անընդհատ բարբերական, այսինքն եղել են տեղամասեր, որտեղ որ հանձնաժողովի անդամները բարբերաբար եկել լցել գնացել։ Դասավորված էին մեջից անում, այսինքն ասես լավ բաց է, հատիկ չեն գնում։ Այո, լավ, այն որ ասենք լավագույն շակերտների մեջ ավանդույթները ըստ էության 15 թվի հանրաքվեին կիրառվել են այդ թվում եւ արդյունքների հաշվարկի, արդեն արդյունքների ամփոփման ժամանակ թվանկարչություն, այո, նաեւ եղել է որոշակի թվանկարչության փորձեր։ Իսկ այդ հայկական կարուսելը ստեղ էր, այդ որ հետո հայտարարեցին հետո որ մեզ հետո այսինքն բան երկրի ղեկավարը ասեց բանարած քվեաթերթի կմցնես դատար կհանես ու տենց պտտել հա քանի որ այն ժամանակ բանով էր բջիջկայով էլի վրան նշանանելով գրիչով եւ այո իրանք ինչ որ բան ունեին այդ քվեաթերթիկները նաեւ իրենց հետ օրթեն չեմ հիշում ոնց էր դրանք կոչվում ամեն մեկը հաշվառված էր այսինքն ամեն քվեաթերթիկ հաշվառված էր հիմիկվա պես չի որ մեկը վերցնում ես մնացածը թափում ես չէ եւ հա եթե դու դա հանես էլ որևէ ինչ որ մի քվեաթերթիկ հանես էլ մենակ կարա օրինակ եթե մեկը տեսնում ես մի 5 հոգի ԿՊ-ի քվեաթերթիկ հանես դու սա գայես այդ կարա մեզ մոտ բան առաջացնի հա բայց կարա հանգիստ են մյուս չքվեարկածներից վերջ հիմա շատ ավելի հեշտ է կարա հիմա դա հեշտ է բայց այն ժամանակ բոլոր քվեաթերթիկները քանի որ ունեին համար հաշվառված էին իրանք այդ կարուսելը աշխատում էր հայկական կարուսել կոչվածը երբ դու հանում ես քվեաթերթիկը քեզ տալիս էին փոխարենը քվեարկվածը այո քվեարկվածը հետո քոնը դարձնում էին քվեարկված տալիս հաջորդին այո նաև ունեցել ենք դեպքեր երբ օրինակ հանձնաժողովի անդամները կնիքով իրանց յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ կնիկ ունի դուրս էին գալիս մեկը տեսնում են ինչ որ դրսում ինչ որ բաներ ավելի քվեաթերթիկներ են գոյություն ունեցել էլի ոչ միայն այնքան ինչքան մտել են ընտրատեղամասեր ակնհայտորեն դա հա ակնհայտորեն որովհետև այլ տարբերակ պարզապես չկար ընտրակաշարք կար սենդվիչ տոման հայտնի դարձավ հանրաքվեյորը ակտիվ կերպը սենդվիչ էր բաժան աղջիկը վրաններ տոմա եւ նա սենդվիչ էր բաժանում բեզեներն էր ժամանակ թե դասություններ իրական մենք հիմա ծիծաղելով ենք հիշում այդ օրերը բայց դրանք ընտրական process-ների կատարյալ նսեմացման դրվագներին քաղաքացուն ոչնչություն դարձնելու
դրվագների բացապես եւ այն ժամանակ այդքան ուրախ չէր հիմա քաղաքացիներին ներգրավել են իրենց դեմ հանցագործությունների մեջ էլի այդ հանցագործությունը ըստեյության քաղաքացու դեմ է կատարվում բոլորին գրեթե բոլորին massայաբար ներգրավել են իրենց դեմ հանցագործությունը շատ դաժան հանցագործության ձև է էլի իրականում այն ինչ որ հիմա պատմում ենք եւ երբեմն նաեւ ծիծաղում բայց գանք մի քիչ մեր օրերին Արուսյակ գանք մեր հանձնաժողով որտեղ մշակվում է նոր սահմանադրության նախագիծը ու ստեղ մի քանի հետաքրքիր հարցեր կան նախ եւ առաջ նպատակը որը այո մենք հանձնաժողովը ձևավորել ենք կամ սկսել ենք աշխատել կամ առաջի անգամ որպես նպատակ ձևակերպել ենք դատա իրավական բարեփոխումները 2019 թվականի երբ որ այդ բարեփոխումների փաթեթում Ռուստամ Բադասյանը ներառեց նաև բանը սահմանադրական փոփոխությունները որպեսզի հնարավորություն լինի այդ վեթինգ կոչվածը կյանքի կոչել քանի որ գործող սահմանադրության քանի որ հեղափոխության հարթակից Նաև այն մասին էր խոսվում, որ իրավակարգը եւ ժողովուրդը այդպես էլ իրար չեն մոտեցել։ Եվ նաև խոստում է հնչել հեղափոխության հարթակից, որ մենք պետք է սահմանադրություն փոխենք։ Հեղափոխությունից հետո, այո, մենք սկսեցինք այդ ուղղությամբ աշխատել։ Եվ ըստ էության հիմա այդ շանսը նաև փորձ է, այն որ անդադ իրար ուղղում ենք։ Փորձը իրական նպատակը, որը դրված է վերջապես հանձնաժողովի առջև։ Այո Հանձնաժողովի առջև դրված նպատակը վերջապես իրավակարգը եւ ժողովրդին իրար մոտեցնելը եւ այն անջրպետը, որը կա ժողովրդի եւ իրավակարգի միջև, ժողովրդի եւ սահմանադրության լեգիտիմության միջև, այդ անջրպետը վերացնելն է նպատակը եւ ի սկզբանե դա է եղել եւ 2019 թվականից այո ճիշտ ես ասում, որ այդ ուղղությամբ սկսեցինք աշխատել, նախ արձանագրվեց, որ այն ժամանակ հիշում ես, որ վեթինգի բուրըն քննարկումների շրջաններ եւ արձանագրվեց, որ այն խորքային վեթինգը, որը մենք պատկերացնում ենք եւ որը մեզնից պահանջում է նաեւ հանրություն եւ քաղաքասարակություն, դրա համար պետք է սահմանադրական փոփոխություններ եւ այդ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության առաջին կետը դա էր կատարել սահմանադրական փոփոխությունը։ Որը 2019-ի աշնանը 19-ի աշնանը այո ընդունվեց այդ ռազմավարությունը եւ 20-ի սկզբից արդեն ըստ էության ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ սկսեց աշխատել եւ շատ ինտենսիվ աշխատում էր։ Ովքեր էին խորհրդում։ Խորհրդում էր ի պաշտոն է նկատի ունենք թե անվանական։ Ի պաշտոն է անվանական։ Նու արտադատության նախարարն էր իհարկե Ռուստամ Բադասյանն էր։ Քաղաքական դերակատարներ այն ժամանակվա ընդդիմությունը ներառված էր։ Ընդդիմությունը 20 թվականի Կարայովը Տարոն Սիմոնյաններ ներկայացնում որպես խորհրդանական ընդդիմություն, ԲՀԿ-ն ներկայացված էր ենթադրում եմ Գևորգ Պետրոսյանն էր, որպես չեմ պնդի որ ինքն էր մարդու իրավունքների պաշտպան, միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյան, քաղաքասարակությունից այո Դանիել Յոհաննիսյան, Արթուր Սաքունց, այդ երկուսին եմ հիշում։ Հետո եկավ նոր խորհրդարան, բայց նորից ձևավորվեց եւ այդ պայմաններում աշխատում էր այո այդ խորհուրդը միևնույն աշխատում էր ինտենսիվ։ Նկատի ունեմ ընդհատվեց աշխատանքը, բանի խորհրդարանական ընտրությունների պատերազմի ժամանակ ընդհատվեց, պատերազմից հետո ավելի ճիշտ, որովհետև հետ պատերազմական արդեն են քաոտիկ վիճակում, երբ ըստ էության քաղաքական ճգնաժամ էր, երբ առաջնահերթություններ էին փոխվել։ Առաջնահերթությունները էին փոխվել, իսկապես դու հիշում ես ինչպեսի վիճակ էր Հայաստանում եւ ասում եմ այդ պահին սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէր խորհուրդը փլուզվեց այսպես ասած, որովհետեւ այնտեղ մի շարք անդամներ Նաև փլուզվեց ԱԺ-ն միջև դեռ ԱԺ-ի փլուզումը մի շարք անդամներ մասնավորապես ընդդիմությունը եւ նաեւ այլ դերակատարներ չեմ հիշում, չեմ պնդի հիմա ովքեր։ Հա, այնտեղ մասնագիտական կտոր կար նաեւ, որովհետեւ տեսաբաններ, իրավաբան, այո, իրենք հայտարարեցին, որ իրենք նպատակարար չեն համարում աշխատանքներ այնտեղ շարունակել, որովհետեւ հետպատերազմական վիճակում առաջնահերթությունները փոխվել են, այլ են։ Եվ իրենք դուրս եկան, այդպես ուղղակի այդ աշխատանքները կանգ առան, դադարեցին եւ վերսկսեցին
կամ ավելի ճիշտ նոր խորհուրդ ձևավորվեց, մեկ էլ արդեն արտահայտ խորհրդանական ընտրությունից հետո մասնավորապես, եթե չեմ սխալվում, 22 թվականի գարնանը այո 22 թվականի գարնանը ձևավորվեց նոր խորհուրդ արդեն այո ընդդիմությունը չմասնակցեց դրան խորհրդանական ընդդիմությունը արտախորհրդանական ընդդիմությունը մասնակցություն ունեցավ դրան Լուսավոր Հայաստան կուսակցությունը Էդմոն Մարուկյան եկավ մասնակցելու հանրապետություն կուսակցությունից Հիմա խորհրդարանական նոր կուսակցություն կա մասկը կարող եք ներկայացուցիչ հրավիրել կմտածենք ինչևէ մենք դեռ շարունակում ենք խորհրդարանական մեր ընդդիմությանը հրավիրել այդ աշխատանքներին ինչու ենք դա կարևորում որովհետև նոր սահմանադրության այս քննարկումների շրջանակներում մեծ տեղ է զբաղեցնում քննարկումներ այն մասին թե ինչպես մենք կարող ենք լավարկել հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմը եւ արդյունավետ փոխզսպում ապահովել օրենսդրական իշխանությունների համար մենք քննարկել ենք նախագահի միջոցով դա անելու հնարավորությունը, իսկ նախագահի լիազորությունները ընդլայնելու, բայց քանի որ մենք խորհրդարանական պետություն ենք, նախագահի շատ լիազորություններ տալու պրակտիկա ուղղակի չկա ամբողջ աշխարհում եւ ամենաարդյունավետ տարբերակը մենք խորհրդարանական պետություն ենք, սա արդեն որոշված է։ Ճիշտ հասկացա քո նախադասությունից։ Այո, մենք ունենք քվեարկված է, որոշված է, որ կառավարման ձևի փոփոխության մենք չենք գնալու։ Եթե տակտիկիր է կարող եմ ասել ինչու։ Եթե տակտիկիր չէ։ Կարծում եմ, բայց շատ ենք խոսել այս մասին, թե ինչու պետք չի փոխել։ Իսկ կայուն մեծամասնության դրույթը։ Կայուն մեծամասնության դրույթը նույնպես շատ ենք քննարկել, որոշել ենք, որ պետքա հանել։ Քվեարկված է, որոշված է։ Ունենք նման որոշում, բայց այդ որոշումը թերի է, ինչու։ Որովհետև խորհրդարանական պետություններին հատուկ են ճգնաժամերը։ Հակաճգնաժամային լուծումներ է պետք ունենալ։ Կդժվարանամ անվանել քաղաքական ճգնաժամ, բայց կարող է եւ քաղաքական ճգնաժամ է, երբ խորհրդարանական ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ մեծամասնություն ու կոալիցիա չի ձևավորում եւ նաեւ կոալիցիայի ձևավորումն է ձախողվում։ Մենք ունենք խորհրդարանական երկրներում տարբեր եվրոպական փորձ, երբ դրա պատճառով նույնիսկ եթե հաջողվում է կոալիցիա ձևավորել, այդ կոալիցիան հաճախ են ընտրություններ լինում, փլվում է եւ իրենք ստիպված լինում 2 տարին մեկ կամ ավելի հաճախ նույնիսկ գնալ ընտրությունների դա մտածում էինք որ ինչ որ կերպ անվտանգային խնդիրներ ունեցող պետության համար կարող է շատ ճակատագրական լինել եւ մտածում ենք դրա տեղը ինչա պետք դնել որ այդ ճգնաժամերը հնարավոր լինի լուծել եւ հիմա դեռ այդ հանելու որոշումը կայացրել ենք կայուն մեծամասնության բայց թե տեղը ինչ ենք դնելու դա դեռ չենք որոշել այդ դրա քննարկումները դեռ շարունակվում են նաեւ այլ իհարկե մենք մինչեւ 26 թվականի ընտրությունների նախագիծ կունենանք, որը շուրջ նաև կդիտքավորվեն քաղաքական ուժերը, ովքեր կդառնային նախընտրական օրակարգ, թե հաջորդ խորհրդարանը նորից իր նոր կազմով կկարողանա նոր ուժերով մտնել այդ հանձնաժողով, մասնակցել, ինչ մտադրություն ունենք։ Մենք ունենք թիրախ նախքան խորհրդարանական ընտրությունները տեքստ ունենալու։ Բայց միաժամանակ եթե մենք հաշվի ենք առնում, որ այդ տեքստը քվեարկության պետք է դրվի ընտրությունից հետո արդեն, իսկ համանadrության տեքստը քվեարկության դնելուց հանրաքվեի դնելուց առաջ պետք է ազգային ժողովում նախաբանություն արժանանա։ Այսինքն ինչ-որ փոփոխությունների հնարավոր է ենթարկել նոր խորհրդարանի կողմից, բայց նախընտրական շրջանում դա կարող է դառնալ անխուսափելի, ոչ թե հնարավոր, դա կարող է դառնալ անխուսափելի, որովհետև եթե ազգային ժողովում քաղաքական ներկայացվածությունը փոխվի, այդ մարդիկ, որոնք չեն մասնակցել այդ process-ին, ենթադրենք, հա, իրենք չեն գալու, ասեն, բա մենք չենք մասնակցել, եկեք մենք ենք ուզում մասնակցենք, վերա քննարկենք։ Այսինքն նման հնարավորություն իհարկե կա։
Հռչակագրի թեման քննարկել եք։ Հռչակագրի թեմա չենք քննարկել, իրական ամենաշատ չարչրկված հարցը սահմանության նոր սահմանության ընդունման սահմանադրական փոփոխությունների հետ կապված հռչակագիրն է, որը երբևէ չի քննարկվել սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Դա Իսկ կարծիքով պետք է խորհուրդը քննարկի որոշում կայացնի, թե դա միգուցե արդեն քաղաքական ուժերը պետք է նման որոշում կայացնեն, օրինակ խորհրդարանում։ Եվ նոր խորհրդարանում էլ, երբ որ քաղաքական ուժերը կուզենան միասին այդ որոշումը կայացնել, որտեղ դա կարա իրանց արժեքի քվեարկության վրա։ Հարցը իրական հետևյալն է, Թագուհի, հարցը հաճախ հնչում է այսպես. արդյոք դուք պատրաստվում եք հանել հղումը հռչակագրին հղումը սահմանության նախաբանից, բայց պատասխանը հետևյալն է, քանի որ մենք գրում ենք նոր սահմանադրություն, այնտեղ հանելու մտցնելու տրամաբանություն չկա։ Այսինքն դու վերցնում ես դատարկեչ, սպիտակ թուղթ, սպիտակ թուղթ եւ սկսում ես գրել, ինչպես ես պատկերացնում, դու քո պետության կառուցակարգերը, քաղաքացի պետություն հարաբերությունները, քաղաքացի հարաբերությունները։ Դա է գրում։ Շարադրում ես եւ հիմա կարող ենք քննարկել արդյոք պետք է սահմանադրությունում լինի նախաբան։ Ներառել կամ այդ նախաբանը արդյոք պետք է նման քննարկում չի եղել։ Նման քննարկում չի եղել։ Հասկացա։ Հետաքրքիր է, նման քննարկում չի եղել եւ երևի թե խորհուրդը երբ որ նախագիծը պատրաստի, այդ ժամանակ պետքա որոշում կայացնի, ներառել թե չներառել, թե կարող է նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չլինի էլ։ Տեսնենք Թագուհի, տեսնենք աշխատանքները ինչպես Մի երկու տենց բլիցոտ հարցեր ունեմ։ Ինչու նոր սահմանադրություն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ։ Եթե կարես բլից պատասխանես։ Բլից չեմ կարող պատասխանել, երկար պետք է պատասխանեմ։ Այդ բանավեճը մենք երկար ունեցել ենք հեղափոխությունից հետո։ Անել սահմանադրական փոփոխություններ, թե ընդունել նոր սահմանադրություն։ Եվ կային կողմեր, մասնավորապես քաղաքասարակությունում, մեր քաղաքական ուժում էլ մենք ունեինք գործիչներ, որոնք ասում էին, որ հետհեղափոխական Հայաստանը այլ Հայաստան է, եւ մենք ոչ թե պետք է սահմանադրական փոփոխություն անենք, այլ նոր սահմանադրություն ընդունենք։ Հետո, բայց երբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվեց, քննարկեցին, ասեն դե չէ, նոր սահմանադրություն, անունը չդրենք նոր սահմանադրություն, անենք սահմանադրական փոփոխություններ։ Նույնը երկրորդ սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման ժամանակ էլ այդ քննարկումը եղել է երկար, ինչ անենք, նոր սահմանադրություն թե սահմանադրական բարեփոխումներ։ Մտածել ենք դե եկեք անուն չդրենք նոր սահմանադրություն, դրենք սահմանադրական բարեփոխումներ։ Եվ նաև բնականաբար պրակտիկան է ուսումնասիրվել, թե առհասարակ աշխարհում որ դեպքում է ընդունված անել սահմանադրական փոփոխություն, որ դեպքում ընդունել նոր սահմանադրություն, կամ որ դեպքում ասենք մի հատ տեքստի անունը տրամաբանական դնել նոր սահմանադրություն, իսկ մյուսինը սահմանադրական փոփոխություններ եւ այդ դրա մասով էլ միջազգային կառույցները նոր սահմանադրություն, եթե մեջ փոփոխություններ է տեքստի փոփոխություններ։ Միջազգային կառույցները մասնավորապես Վենետիկի հանձնաժողովը ունի այլ երկրների փորձառության հետ կապված տված ռեկոմենդացիաներ եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն է, որ երբ դու անում ես կոսմետիկ փոփոխություններ, դա պետք չի դրան կոչել նոր սահմանադրություն, բայց եթե փոփոխությունները գլոբալ են, օրինակ, եթե դու որոշում ես կառավարման ձև փոխես, Այսինքն 2015-ին հանգիստ կարար նոր սահմանադրություն լինել։ Դա նոր սահմանադրություն էր, իրականում դա նոր սահմանադրություն էր, ամբողջությամբ, որովհետև թե կառավարման մոդելի փոփոխություններ ենթադրում, թե ինստիտուտներ էին այնտեղ փոխվում։ Եվ այնտեղ տրամաբանական էր նոր սահմանադրություն դրա անունը դնել։ Բովանդակություններ ամբողջությամբ փոխվում, այսինքն միկրոկարգավորումների էր գնում սահմանադրությունը, ազգային ժողովին էր հնարավորություն տալիս սահմանադրության մեջ փոփոխություններ անելու։ Այսինքն գլոբալ փոփոխություններ արվում էին եւ տրամաբանական էր, որ այդտեղ պետքա նոր սահմանադրության ընդունման ճանապարհով գնանք։ Բայց նաև պրակտիկան այն է, որ եթե տնտեսական կարգի փոփոխություն է տեղի ունենում կամ եթե աշխարհաքաղաքական ցնցումներ են եղել, ցնցվել է երկիրը, տեկտոնական շարժումներ են ենթարկվել, դա լեգիտիմ պատճառ է նոր սահմանադրություն ընդունելու։
Մի Իսկ բան լավ իսկ վերջացրու Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարծես թե այդ ամենի միջով անցել է։ Մենք ունեցել ենք հեղափոխություն, փոխվել է մեր պետության կարգը, ասենց ասեմ։ Իշխանությունների ձևավորման կարգը փոխվել է այն առումով, որ իր բնական վիճակին է գնացել, վերադարձել է, իշխանությունը վերադարձել է տիրոջը եւ տեղի ունեցել պատերազմ ողբերգական հետևանքներով։ Եվ դա ցնցում է, եւ այդ ցնցումը այո ենթադրում է նոր պայմանավորվածություն քաղաքացու եւ պետության միջև, քաղաքացու եւ քաղաքացու միջև։ Եվ դրա համար այո, մեզ նաեւ պետք նոր սահմանադրություն։ Բայց այս կոնտեքստում նաեւ ուզում եմ անդրադառնալ մեր քաղաքական կամ կիսաքաղաքական շարլատաններ ունենք, բայց այդ շարլատան բառն էլ է մի քիչ իրանց համար լուրջ, որովհետև տենց շատ ավելի շատ որ ասում են գեղի շուստրություն են անում, փորձում են հարությանը ֆռցնեն, հա, ներողություն խնդրում ես բառն եմ օգտագործում, բայց այլ կերպ այդ չկարելի կոչել, այս ֆռցնել են փորձում, դա նույնիսկ խաբել չկարելի դա կոչել, որ ասում են, որ այ տեսեք, իրենք որոշել են չորրորդ հանրապետություն հիմնադրեն, որ կարողանան ընդունեն նոր սահմանադրություն, ինչու որովհետև Ալիևը իրանցից պահանջել է հանել հռչակագիրը, իսկ հռչակագիրը կարան հանեն միայն եթե իրենք ընդունեն նոր սահմանադրություն, իսկ նոր սահմանադրություն կարան ընդունեն մենակ եթե ձևավորեն նոր չորրորդ հանրապետություն, այդտեղ հա, այդեն բանա դառնում, եթե քառակուսիա, ուրեմն մեջինը կլոր է եւ նարնջագույն, չէ։ Եթե կլոր է, անխուսափելիորեն նարնջագույն պետք է լինի։ Մի անգամից այդ նաեւ բանան է, այս խոսքը շարունակես այս հարցի շուրջ էլի նաեւ մտածելով, արդյոք նոր սահմանադրությունը միշտ ենթադրում է նոր հանրապետություն։ Ոչ։ Եվ դա պարզապես քաղաքական ձևակերպում է, որը ուղղակի քաղաքական բրենդինգ է, այսպես ասած։ Եվ անդրադառնալով է դրան, որ արդյոք մենք հիմա որ սահմանադրությունը փոխենք կստեղծվի չորրորդ հանրապետություն, ոչ, որտեղ չորրորդ հանրապետություն արդեն ստեղծվել է, այստեղ պատճառը հետևանքային կապը այդ մեր քաղաքական կիսաշարլատանները։ Եվ մենք հիմա պետք է գրենք նոր սահմանադրություն այդ չորրորդ հանրապետության համար։ Այսինքն այո, ոչ թե մենք ստեղծում ենք չորրորդ հանրապետություն, որ կարողանանք ստեղծել նոր սահմանադրություն, այլ չորրորդ հանրապետությունը արդեն մեր կամքից անկախ ստեղծվել է, մեզ մնում է ընդամենը դա արձանագրել եւ այդ արձանագրմանը համապատասխան նոր իրավակարգ ստեղծել, այն է նոր սահմանադրություն ընդունել։ Այստեղ պատճառը եւ հետևանքը այլ են եւ սա պետքա արձանագրենք։ Արուսյակ, մի էսպիսի հարց։ Իսկ ինչ եթե չքվեարկեն սահմանադրությանը բավարար չափով կողմ։ Թագուի ես խորապես հավատացած եմ, որ կքվեարկեն։ Եթե չքվեարկեն, դա նշանակում է, որ մենք լավ չենք կոմունիկացրել եւ լավ չենք կատարել մեր տնային աշխատանքը, մեր սահմանադրության տեքստը, մեր քաղաքացու սեփականությունը դարձնելու առումով։ Եթե չքվեարկեն, ուրեմն իմաստ չունի։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է քվեարկության գնանք այն ժամանակ, երբ արդեն ունենանք այն համոզմունքը, որ այնքան ենք հանրային քննարկումների միջոցով սահմանադրության տեքստը, նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը մեր քաղաքացիներին ներկայացրել, որ դա դարձել է իրանց սեփականություն, իրանց համոզմունքը, իրանք դա ընդունում են որպես իրանց սեփական տեքստ։ Համահեղինակ են դարձել քաղաքացիները։ Դարձել են սահմանադրության համահեղինակ։ Ես հավատում եմ, ես հավատացած եմ, որ Այդ նշանակում որ այդ հանդիպումը իրավակարգի եւ քաղաքացու պետքա տեղի ունենա մինչեւ քվեարկության օրը, այսինքն մինչեւ քվեարկության օրը։ Այո, իհարկե, ես դրա համար ասում եմ, պետքա քվեարկություն անենք այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ քաղաքացին արդեն իր սեփականությունն է դա համարում, իր տեքստն է դա։ Քննարկենք հանրային պահանջ ձևավորվի քվեարկության դնելու։ Այո, ինչու ոչ։ Այո, ինչու ոչ։ Բայց եթե նույնիսկ տեսականորեն ասում ես ինչ տեղի կունենա, եթե քաղաքացիները չգնան եւ չքվեարկեն, կարող ենք դա համարել, որ իրենք փաստորեն դրանով լեգիտիմացնում են գործողը, բայց ես այդ սցենարը բացառում եմ։
Չէ, բայց գործողին էլ չեն քվեարկել, գործողի նախորդին էլ նախորդ գործողին էլ չեն քվեարկել, բայց հիմա եթե իրանք ունեն հնարավորություն գնալու, տենց չի որ այդ քվեարկությունը երկու համադրությունների միջև է, իրանք էս ընտրում են, այն մյուսը չեն ընտրում։ Համաձայն եմ։ Մեկնաբանելու հարց է Թագոյի։ Բայց ես նորից եմ ասում, ես համոզմունք ունեմ, որ մենք կարողանալու ենք մեր հանրությանը այնպես կոմունիկացնել այս փոփոխությունների բովանդակությունը եւ անհրաժեշտություն կարծեմ իրանք շատ լավ գիտեն, որ իրենց սեփականը ընդունելով դա որպես կգնան եւ կողմ կքվեարկեն։ Ես ունեմ այդ համոզմունքը։ Շնորհակալություն Արուսյակ, իհարկե կարելի է շարունակել խոսել մանավանդ ընթացիկ աշխատանքների, բայց պետք չի։ Առիթ կլինի կշարունակենք խոսել, մեր զրույցի վերջում նորից մեր հեռուստատողին, դիտողին, հեռուստա չի, երևի YouTube-ա դիտողին խնդրենք արժանորդագրվեք եւ լայքեք, խնդրում ենք։ Լայքել, տարածել, արձագանքել, մեկնաբանել, մենք սիրով կկարդանք եւ կարձագանքենք ըստ անհրաժեշտության, եթե լավ առաջարկներ լինեն սահմանադրության վերաբերյալ, Արուսյակը կդիտարկի որպես հանձնաժողովական։ Իհարկե նաեւ բացենք առաջարկների առաջ, երբեմն քիչ ոչ շատ, բայց ստանում ենք դիտարկումներ, առաջարկություններ եւ նաեւ կոչ ենք անում մեզ դիտողներին, եթե կունենաք առաջարկություն սահմանադրական փոփոխությունների հետ կապված, սահմանության մեջ ինչ կարելի է ներառել նոր, խնդրում եմ, կարող եք գրել եւ մենք կքննարկենք դա։ Շնորհակալություն Արուսյակ։ Շնորհակալություն Թագոյ։